տնտեսական պայմաններում մենք ապահովում ենք իրենց համար անհրաժեշտ բոլոր միացությունները։ 2021 թվականին Գիտության կոմիտեի կողմից հայտարարված առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրերի շրջանակներում դարձանք շահառու։ Ընդհանուր ֆինանսական ծավալը կազմեց 158 միլիոն դրամ, որի շրջանակներում նպատակ ունեինք հետազոտել Հայաստանում աճող տարբեր բույսերից անջատված միացությունների կենսաբանական ակտիվությունը եւ դրանց հնարավոր կիրառման ուղիները եւ բժշկության մեջ, եւ սննդի արդյունաբերության եւ կերերի արտադրության բնագավառներում որպես բնական կոնսերվանտներ։ 60-ից ավել բուսատեսակներ ուսումնասիրեցինք, այդ բուսատեսակներից անջատված միացությունները նույնականացրեցինք եւ տեսանք, որ Հայաստանում աճող բույսերը յուրահատուկ են, աճելով էքստրեմալ պայմաններում սինթեզում են ավելի հարուստ որակական կազմով միացություններ, որոնք դրսևորում են այդ ազդեցությունը տարբեր օրգանիզմների վրա, սկսած մանրեներից վերջացրած մարդու օրգանիզմով։ Մեզ բնականաբար դրական ազդեցություններ հետաքրքրում մարդու վրա եւ ճնշող ազդեցությունը մանրեների վրա։ Մի բույս եմ ուզում շեշտադրել, դա սև հաղարջի տերևների ազդեցություններ, այն քիչ բույսերից էր, որ անկախ կիրառման կոնցենտրացիայից չուներ որևիցե բջջատոքսիկ ազդեցություն մեր կիրառած որևիցե տեստում եւ չուներ մանրեների վրա որևիցե ազդեցություն։ Այդ նույն լուծամզվածքը, այդ նույն բույսի էքստրակտը քաղցկեղի գրեթե բոլոր տեսակների վրա ուներ ընդգծված ճնշող ազդեցություն։ Կարևոր է նաև այն փաստը, որ մեր ծրագիրը իրականացվում է Երևանի պետական համալսարանում եւ ուսանողների շատ լայն շրջանակ ուսումնառության գործընթացի ընթացքում հնարավորություն ունի մասնակցելու այս գործերին։ Ուսանողները շատ ոգևորված են լինում, նոր կադրերի պակաս այսպես ասած չենք ունենում։ Համագործակցում ենք ոչ միայն միջազգային կազմակերպությունների եւ բուհերի հետ, այլև տեղական ինստիտուտների հետ, Մատենադարանի հետ ենք շատ սերտ համագործակցում, գաղափարներ ենք վերցնում իրենցից, հին մատյանները վերցանում են իրենք եւ այդ գաղափարներով առաջնորդվելով փորձում ենք գտնել այդ բույսերը, իրենց աճման վայրերը, ստանալ դրանցից ակտիվ միացություններ եւ թեստավորել արդեն ժամանակակից մեթոդներով։ Վերջին տարում նախատեսում ենք նաև շահագրգիռ կազմակերպությունների եւ անձանց հետ հանդիպումներ, որպեսզի կարողանանք ներգրավել այն արտադրողներին, արդյունաբերողներին, որոնք հետաքրքրված կլինեն բնական միացությունների կիրառմամբ իրենց արտադրության մեջ։